Կուզեմ դսեղից ձորագեսիչնեմ Կուզեմ դսեղից ձորագեսիչնեմ Ընկյուզենու տակ ինքս քեվ սարքեմ Ընկյուզենու տակ ինքս քեվ սարքեմ Շատ դարեր կանցնեն անվերջ հավիտյան Երքի մեծ վարպետ անվաղ Թումանյան Ձորագյուղում շատերը Լուսին Շաղի անուշ ձայնից են արթնանում, ասես են հին ժամանակների նման, երբ Հայաստանի ռադիոն մութալույսին հայտարարում էր համեր գյուղի աշխատողների համար։ Մի խոսքով են հին բարի ժամանակների նման է սկսվում Լուսին Շաղի առավոտը, ռադիոյի փոխարեն կենդանի կատարմամբ, երգով, բայց նաև ժպիտով ու անսպառ էներգիայով։ Քանի դեռ գյուղի խանում խաթուն կանայք քնած են Լուսին Շաղն իր համերգն է տալիս քթի տակ ու դեռ վաղորդյան լույսին հարևան ֆերմա է ճանապարհում որ հասցնի ճիշտ ժամանակին իր բաժին 5 տասնյակից ավելի կովը կթի։ Հա չմոռանանք ամենակարևորը տնից դուրս է գալիս նախաճաշնել հետը վերցնում, որ արագ-արագ հագնվել պատրաստվել է երգելով։ Անասնաֆերմայից գյուղի քարքարոտ փողոցներով հասնում է իր հայրական տամբակ, որի անտեր մնացած մացառուտի վերածված պապենական այգին իր ձեռքով իսկական միչուրինի այգի ու բոստանի է վերածել։ Բանջարեղենի հազար ու մի տեսակ է ցանել ամեն անկյունում մի նոր բան ամեն թփի տակ մի նոր բերք ու ինչպես ասում են ծնգան ծայրին մի պահ նախաճաշում է ուժերը հավաքում ու նորից անցնում գործի նվնվան գործի հետ սեր չունեցող տիկնայք բողոքը բողոքի հետևից թե հողը հոգնել է բերքը չի լինում եղանակ չկա իսկ դուք տեսեք Լուսին Շաղի այգին մի մտնելով մենակ 2 դույլ վարունգ է հավաքում ու սա դեռ միայն սկիզբն է չհաշված լոբին պղպեղը բրոկոլին լոլիկը սմբուկը կաղամբը դեռ ծառերի պտուղները չհաշված ու հենց այս բանջարանոց այգին է լավագույն պատասխանը բոլոր նրանց, ովքեր ասում են հողը հոգնել է։ Հողը տալիս է, երբ չեն ծուլանում ու երբ գործի հետ սեր կա։ Անողիցա, որ չի լինեմ։ Ահա, հեսա, հեսա։ Նայեք, վարունգը մի սհենց քաղում եմ։ Ուտելու ա թե փագելու։ Էնել կա, էնել։ Շատ որ էնել կանես են է։ Հա, բանկեք բալկոնım տեսած կլես հարսիս փագած էլածը, գովամ էլի։ Էսե ուտելու ա, էսա քաղեմ, ձեզել կհյուրասիրեմ, կտանեք, կոգտվեք։ Հասնա ավելի ղոչախ թե դու հլա ճիշտն է։ Երկուսս էլ, հավասար։ Բախտդ բերել է հարցը։ Հա, այդ մի հարցն բախտս բերել, քաղածս պետքա մշակող լինի, թե չէ։ Հա, ինքն էլ հենց տանում ես բանկեն ա գծում։ Հա, ուտմել են, Բանկինը տենց պտի լինի, օրինակ դե դա ձմեռը պտի, են որ ասում ամառվա փուշը ձմեռվան ու եթե չպատրաստվեք ձմեռը ինչ։ Բա ինչ կուտենք, հեչ բան։ Բասում եմ հարսուկես ուր հավասար ղոչաղ ենք, ուտելու պայա, կարակ, իմ հարսս հենց մեծ բալոնը տեղավորը ու նոր վերևից մանրերը հերթականության դասում է։ Փագելումը դու չկաս։ Փագելումը նայած իրա գործը որ մի քիչ շատ ալեմ, ես էլ եմ ձեռս հասցնեմ, բայց 3 հատ սենց հասած աղջկեքն ունի, օգնում են, անում են, գիտես, չաշխատող մարդը, իրան նայող մարդը ուրիշ է, աշխատողն էլ ուրիշ է, ես սիրում եմ, այս գյուղատնտեսական ամեն լուբոյ աշխատանքը սիրում եմ։
Տիկին Լուսինշաղի հետ ծանոթացել էինք դեռ նախորդ տարի գյուղի դաշտերում կարտոֆիլի բերքահավաքի ժամանակ։ Այնտեղ էլ ամենաակտիվներից էր, միշտ շարժման մեջ, գործի մեջ ու իր անսպառ եռանդով բոլորից առաջ։ Այս անգամ Ձորագյուղ մեր այցելության ժամանակ կրկին հանդիպեցինք Լուսինշաղին, արդեն պահածոն էր պատրաստելիս։ Ու ինչպես միշտ նրա հետ զրույցը երկար չտևեց, մի գործից անցնում է մյուսին ու մենք էլ իր հետ ճանապարհվեցինք դեպի հայրական տուն, որի տնամերձում էլ իր ձեռքերի աշխատանքն է։ Դժվար ծանր աշխատանքով անտերությունից չորացած ու անապատացող հողամասը վերածվել է խնամված ու մշակված այգու բանջարանոցի, մի վայր, որտեղ ամեն անկյունում նրա աշխատանքի հետքն է։ Ամեն ընչիցը հետ ցանում ենք, բրոկոլին եմ շարել, ծաղկակաղամբ եմ շարել, բայց որդը այս արանք խղճացրեց։ Համել ես ընդհանրապես սիրում եմ, որ ջահելը իր տան տնտեսական հարցերը աշխատի, մեծը իր համապատասխան գործն անի։ Որ դու հարց եկար քու կեսուրը տենց անել, թե քեզ շատ գործ դնել։ Չէ, ես ծնվել եմ այս գրուզեին վրա։ Հենց ժամանակը նմա, որ մի երկու քայլ անում եմ ու հոգնեմ արդեն, գնում եմ ինձ մաթինքը տալի շվակեմ, բայց որ ծածկը չունեն, այդ վատը անձրևի ժամանակ խղճանում եմ, թրջվում էլացը, ծախմել ենք, մեր առաջ մորթիս, հետո որդիս, առաջ մեր բանկեքը, նոր ծախուն կլի, հնենց որ ով աշխատի նայլ կուտի, կաղեցեք, որ դուք էլ տանեք։ Չմտածեք, թե այգու եւ բանջարանոցի բերքահավաքից հետո Լուսինշաղն էլ անելիք չունի։ Ուր է թե այդպես լիներ, առավոտը կթած կովերն արդեն հանդից գալու են, իսկ մեր Լուսինշաղին նորից գիթ է սպասվում։ Դե ինչպես արդեն ասացինք, հարևանի անասնաֆերմայում է աշխատում նորից գիթ, նորից գործ, նորից ձեռքերը հոգնեցնելու հերթը։ Բայց Լուսինշաղն ուրիշ տեսակ է, որտեղ գործ կա, ինքը կա, որտեղ աշխատանք կա, ուզում է առաջինը լինել։ Ինչ արած, այդպես է եկել աշխարհ, շարժման մեջ, գործի սիրահար ու ամեն ինչում առաջինը լինելու պատրաստ։ Եթե այստեղ աշխատում եմ, չէ, արդեն ես պատասխանատվություն եմ զգում իմ վրա, որ ապրանքը գալու ժամին, անպայման ընդեղել եմ, որ մի կես ժամ առաջ ընկնեմ իմ հետի ընկերից։ Առաջ ընկնեմ, որ շուտ պրսնեմ, որ մեկը ինձանի առաջ պրսնեմ, արդեն իմ շունչը կտրեմ։ Առաջինը տեսել։ Հա, դե ես ցանկանում եմ սաղին։ Լուսինշաղն այն տեսակ մարդ է, որ բողոքել ու դժգոհել պարզապես չգիտի։ Իր ունեցածից միշտ բաժին կհանի առանց երկար մտածելու, առանց հաշվելու, թե իրեն ինչքան կմնա։ Փորձված բան է, Աստված տալիս է տվողին, տիեզերական կանոն է, ասում է Լուսինշաղն ու ինքն էլ ապրում է հենց այդ կանոնով։ Նրա համար ունեցածը միայն իրենը չէ, եթե կա, պիտի կիսել, եթե բերք կա, պիտի բաժին հանել, եթե սեղան կա, պիտի կողքիդ մարդ է լինի։ Ու երևի հենց դրա համար էլ Լուսինշաղի այգին միշտ առատ է, թերևս գյուղում մեր տեսած ամենաառատ բանջարանոցը, որտեղ առանց հոսող ջրի ամեն տեսակ բարի կաճում է, որովհետև բարությունը, ինչպես ինքն է հավատում, շրջապտույտ է եւ ինչ տալիս է սիրով, մի օր կյանքը քեզ վերադարձնում է, երբեմն նույնիսկ կրկնապատիկ։ Չէ, ես լաց չեմ լացելեմ, որ չկա, Աստված էլացը օխնի թող, մի ես, այդ մի վեդրով արունգը քեզ տամ, էքուց գամ, 10 այդքան կհվակեմ։ Միշտ տենց ես էլ։ Հա, էտել եմ մամա իսկցե։ Լուսինշաղի կյանքի մեծ մասն անցել է սար ու չոլերում, գործի ու հոգսի մեջ։ Այսօր արդեն սեփական տնտեսությունում շատ անասուններ չի պահում, ընդամենը մի կով ունի ու դա էլ նրա համար, որ տան յուղն ու պանիրը չպակասի։ Լուսինշաղն ապրում է որդու, հարսի ու 5 թոռների հետ ու ամեն ինչը միանգամից չի սկսվել, դեռ մանկուց ծնողների հետ հավասար աշխատում էր դաշտ, անտառ, սար ու յայլա։ Սաղ կյանքս սարերում եմ ելել, այս վերջի տարիներն ա, որ տղես էլ չթողեց, սարի կյանքը մի ուրիշ ա էլի, ասավ չէ, թե անում ես, օգնում ես այդ տղին, Վահանին, գեղմը յոլատար, մոդիկ տղեկ ենք, յոլատար, իհարկե տալիս ա, վարձը տալիս ա, են տղեն,
Էլ սար չգնաց։ Էլ սար չգնաս, սարի անունը չտաս։ Սարվորին պահիլը, Մերի ջան, մի քիչ ծանր է։ Եդևիցդ հաց են բերում, ջուր են Հա, բերում։ հա։ Ու չկա, միջոցը չկա, բա ինչ անեն, կներվի էլի։ Առավոտը ժամը 5-ին վերեմ կենամ, կիթը գնամ, կթին, մի բաժակ սուրճով։ Գնեմ եմ ընդեղ, անում եմ գործս անում եմ ու ընդեղից ու ուղիղ հաց մացս պերերիվս հետս ալամ։ Գալիս եմ ստեղ, առավոտվանից մինչև իրիկու, մեջին պտտվում եմ ինձ մահմի, ես հավաքեցի, անստեմ կենալ քոլերը, կախանը, մաքրիլ, նոր ընդեղ լոբի եմ ցանել, արդեն դուսա գալի, պետքա թորխեմ, գազմեմ, ես ինչքան խոշորացել է։ Այսպես վարունգն է հավաքում Լուսինշաղը, մեկը քաղում է, փեշը ծանրանում է, դատարկում է, նորից լցնում ու էլի գործի անցնում։ Բայց այսօրվա բերքի ճակատագիրն արդեն հարսը որոշել է, տուն չբերես ասել է։ Դե հարսն էլ հաշվարկը վաղուց արել է, այսօրվա փակոցները շատ են, իր հավաքածը հարևաններին կտա, գնորդներ ինչքան ասես։ Իսկ ես վարունգ քաղող Լուսինշաղին հետևելով հարցնում եմ, բա հարս կեսուր հարաբերություններն ինչպես են։ Լուսինշաղն էլ ձեռքը գործից չկտրելով պատասխանում է։ Աշխարհը ամենաանլուծելի հարցը հարց ու կեսօր հարցն է։ Ես չեմ կարալ ինձ գովաբանեմ կամ իրան գովաբանեմ, իրան կարող է գովաբանեմ, որ ինքն էլ ինձ գովաբանի։ Լավ էլ այս հետո որ ինքն էլ գովաբանի, չէ՞։ Բա։ Տեղ կա կեսուրն է, տեղ էլ կա հարցն է։ Կարող է կեսուրը մի ինչ էլ անի, լավ բան էլ անի, հարցին դուր չգա։ Էդ էլ կա։ Այդ հենց հարցեր էլ կան, հա։ Հա, խի չկա որ։ Աստված։ Հմիկվա սերունդը։ Հմիկվա սերունդը ամեն ձևի կա։ Հմի այսօր հարցրի գնում եմ քաղելու։ Ասա, բերեմ տուն որ փագես, բայց ահագին փագոց կար գլխին կիտած էլի, որ հասցնի փագի։ Ինչ ասավ։ Ասավ չէ, թե ուզող կատուր, ես մի հերթը, եսա գազի բալոնը, որ զապրավկա տանի, արդեն կբերես։ Ես էլ խելոք, լսում եմ էլ, ենթարկվում եմ։ Ահա, ես մեկն է, մի թպից տես քանի հատա, հլա էլի պոկեցի, քաղեցի, այս մտնենք մեջը, քաղենք, բա տանջվիլ տես, որ ուտես, օգտվես։ Ձորագյուղում գազ չկա, ավելի ճիշտ գազի խողովակները գյուղ են հասել, բայց ինչպես գյուղում ասում են, խողովակները մոնտաժելով գործն ավարտվել է։ Իսկ այս սեզոնին Լուսինշաղի հարսի ու գյուղի մյուս կանանց գործը հեշտ չէ։ Փակոցների սեզոնն է, ամեն ինչ պիտի պատրաստել ձմռան համար, եփել, թափելը փայտով կամ լցնովի գազաբալոններով է։ Այ գազը չլնելու հետևանքը էս այ հանգելա ինքն էլ երևի ամաչմա որ նկարահանվի։ Չէ, մենք ասել ենք, որ չենք նկարում, դե լամին բաց է։ Դերսկի չէ էլ։ Հա, չի էլ էփել։ Գյուղում հազար ու մի դժվարություն կա, ինչպես ասացին, գազ չկա, համայնքը պիտի հոգա գյուղի մեջ գազախողովակների անցկացման ծախսը։ Ճանապարհներն էլ քարքարոտ են։ Մի խոսքով պայմաններն այնքան էլ հեշտ չեն, բայց Լուսինշաղն ու հարսը սիրում են գյուղն ու հոգսա շատ կյանքը։ Ես հանդեմ գնացել, չոլ եմ գնացել մենակ, վաղ մաղ չեմ ունեցել, հա, չգիտեմ, ռիսկ եմ ունեցել վայրի գազանից առավել։ Հարևան դեպետն ու դսեղը օր-օրի առաջ են գնում, զարգանում ու կամաց-կամաց քաղաքի նմանվում։ Իրենք էլ ինչ մեղքը թաքցնի, կար ժամանակ, որ Թումանյան կայարան Ստեփանավան մայրուղու շնորհիվ Լոռիի կենտրոնն են։ Հիմա մայրուղին գրեթե վերացել է, գյուղն էլ հայտնվել է փակուղիում։ Դրա համար էլ նախանձում է ձորի հանդիպակաց գյուղերին։ Տեսնում են ինչպես են հարևան գյուղերը փոխվում, բարեկարգվում ու նոր շունչ ստանում։ Գյուղը, ծայրամասի գյուղ են համարում ու մեր գյուղը առատ չի գնամ։
ճամփենա, գազնա։ Ամեն ինչն է։ Այ խիպտի գազը փետով։ Ահա, հələ այս քանի օր ամիշապաթա ես ելածը հա բերեմ եմ, հա առնում եմ, բայց փետը չկա, վառելիքը չկա, գազն էլ չկա։ Հիմի տղես երևի կտանի գազի բալոնը կլցնի, որ բերի դա շփշփալով փակվի։ Բայց դե տենց մեղք են ելում, չէ՞։ Բա իհարկե։ Բա իհարկե մեղք են Մեծ ելում։ ընտանիք եք, շատ եք Հա։ փակում։ Հա, նամավանդ իմ տղեն էլ շրջապատի տղա է, օր չիլիլ, ժամ չիլիլ, որ հացը կոփին ժամանակ ա դա, ոչ թե ափսոսում եմ ես, որ խի են ուտեմ, խի են խմամ, խի են հավեսով ժամանակ անցկացնեմ, այլ ժամը իր չարչարանքը շատ ալեմ։ Եթե ապահով են ինչ-որ բնական գազով, բա իհարկե իր հավեսով կանի, ամեն ինչը պարյատկով կանի։ Լուսինշաղը սովխոզում նաև կտվորուհի է աշխատել, սովխոզից տուն է ստացել, ամուսնու հետ գոմ կառուցել, անասուններ պահել ու տարիներ շարունակ աշխատել։ Այսօր գոմը համարյա դատարկ է, բայց Լուսինշաղը միշտ ստեղծել է, առանց դժգոհելու, առանց տրտնջալու։ Հիմա էլ ինչպես ասում են, շերեփը հարսին է տվել, հարսը տան գործերն է անում, Լուսինշաղը դրսի, այդպես էլ ապրում են։ Ազիզ ջան, որ սրտովել ուզեի ես շերեփս ձեռից պահեմ, ես սարեմ գնամ, չոլեմ գնամ, ամիսներով գնացած եմ ըլեմ, գալիս եմ տենեմ ինքը արդեն կայացած կին արդեն, ինձ հետ հավասար, էլ ինչ նրան շերեփը տամ թե չտամ, այնա շերեփը ավտոմատ կերպով իրա ձեռին է։ Առաջի օրվանից տվել ես։ Հա, հիմի չգիտեմ, ես խելացի եմ արել, անխելք եմ արել, բայց արել եմ։ Ինչքան էլ ասում է շերեփը հարսին է տվել, բայց երբ էլ թափելուց Լուսինշաղն էլ անմասն չի մնում, դե երբ ժամանակ ունի։ Երեկ էլ կարմրաթուր տեղցեր է առել, ջրի տակ է դրել մաքրվեն, որ հետո քաղցրը համ կոմպոտներ պատրաստի։ Շփշփան Լուսինշաղը գործն անում է ու ձեռքի հետ էլ գովում իր արած դրածը։ Հետո էլ ինչպես իրեն հատուկ է, կսկսի խանութի իր ասած հարամ սոկերը փնովել։ Բայր սարքած անուշաբույր տնական կոմպոտի համը ոնց համեմատես խանութի քիմիայով հարուստ հյութերի հետ։ Բա 100 հետ սայամ է հայտել Արնովի բաները չի։ Խի։ Ես իմ դասպեն հիմի կնանիք ուզում են հեշտ ապրեն։ Հա, դե հեշտ ապրեն, թող գնան զիբիլ միբիլ նառնեն ուտեն, խմեն իրանց լավ զգան։ Ով ոնց մտածում է։ Դու սիրում ես, դու կարալ չես։ Ես չեմ կարալ Արնովու վրա նստեմ ու ասեմ սաղ առնեն, սաղ առնենք։ Ոնց կլինի։ Այս արդեն բանկեքը կդասենք։ Հա։ Երեխեքը սիրում են։ Հետո էլ որ ասում ես հյուրաշատ եք։ Ամեն անգամ պետք է բացեք։ Մի այսօր փագեցինք, տղես վաղը կարող ասի բացեք էլի խմենք։ Հա, բայց դե մարդը տենց պետք է լինի, չէ։ Հա, բա իհարկե իրար հետ օգտվենք միասին, առիթը լի գաք, ձեզ էլ հյուրասիրվեք, շատ մանր գործ ասա, ինքը իմ արածին էլ չտի դավերյա գնալ է, Լվանատմին է, հա, շատ անպայման, ամակրասեր։ հա դե, մակրասերը, հա, Հետո այս ընտանիքին հատուկ հյուրընկալությամբ մինչ Լուսինշաղը բանկաների մեջ վարունգն է տեղավորում, ձմռան համար թթու դնելու թորները ծառի տակ սեղան են բացում։ Այգում մի հին քոթուկի վրա գեղեցիկ տեսարանի ֆոնին, դե որտեղից հայացքը բացվում է դեպի կիրճն ու դսեղը, սեղանն էլ կարծես մի ուրիշ հմայք է ստանում։ Ու հենց այդ պահին Լուսինշաղն իր պարզ ու շիտակ բնավորությամբ բարեմաղթանքներ է հղում աշխարհին ու բոլորին։ Թող խաղաղություն լինի, թող մարդկանց օջախներում սեր ու ջերմություն լինի, թող գյուղերն էլ օր-օրի շենանան, իսկ սեղաններն էլ միշտ այսպես բաց լինեն հարազատների, բարեկամների ու լավ մարդկանց համար, ասում է։ Մեր այս չարչարանքը, մեր ջահելները թող վայել են խաղաղ, ուրախ, առողջ, դուք էլ մեզ հետ միասին։
Խնդրում եմ Լուսին Շաղին մի երգ էլ երգես սեղանն ու արդեն իսկ ջերմացած մթնոլորտը մի քիչ էլ տաքացնելու համար։ Հրաժարվում է, ասում է տարիքի հետ երգի բառերը մոռանում է, հանկարծ խայտառակ կլինի, բայց հիշում է սովխոզի տարիները, նախագահը գիտեր, Լուսին Շաղը իր երգով ավելի շատ կաթ էր կթելու, քան մյուսները։ Մի հատ սովխոզի դիրեկտոր ունեինք, Օղոր Միրան, լավ մարդ էր, Մարուքյանը։ Ուրեմն ինքը ասում էր, որ եկավ ինքը դիրեկտոր, տեսավ, որ ես կովիտակին երգում եմ։ Ասավ մալադեց։ Կովի իրան այդ մուսան բերը մեզ որ կաթը բաց թողա։ Հենց երգելով։ Հա։ Կովկա քացիա տալի, խամ երին ջալեմ, քացով խփմավան, մեր այն կտվորները վախում են, ճվում են, հա ջան։ Հա ցավդ տանեմ, նստի դե։ Հա, բայց ես երգելով, հո բիջի ջան, հո բալա ջան, բալի ջան, խելոք նմնա, վեսկի մեկ էլ տենում եմ, խելոք կայնեց, ենթարկվեց։ Այսինքն սիրով դիլի ամեն ինչ։ Սիրով, ուժով ոչ մի բան չի իլնամ, ոչ մի բան, մերի ջան։ Հենց այսպես իր երգով Լուսին Շաղը բարձրացրեց ֆերմայի կաթնատվությունը։ Մեր այս պատմությունը գյուղի մեծ աշխարհից կտրված իր խնդիրներով ու հոգսերով ապրող, դրանք հաղթահարող մարդու պատմությունն է, բայց ամենակարևորը այս ամենի մեջ Լուսին Շաղը չի կորցնում իր ժպիտը, հումորն ու մարդկանց հանդեպ սերը։ Նրա այգու սեղանը ծառի տակ, կիրճի ու դսեղի տեսարանի դիմաց կարծես իր կյանքի ամենալավ ամփոփումն է՝ աշխատել, ստեղծել, հյուր ընդունել, ունեցածը կիսել ու վերջում էլ աշխարհին բարեմաղթանք անել։ Գուցե գյուղը դեռ շատ բան ունի շտկելու, գուցե հարևաններն ավելի արագ են առաջ գնում, բայց Լուսին Շաղն էլ իր պարզ շփշփան, չտրտնջացող բնավորությամբ կյանքի ամենահամով մասնիկներից է։ Հարգելի հետևորդ, եթե բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել եւ ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար։ Ալավերդի համայնքի եւ հարևան բնակավայրերի պատմությունը նախաուրարտական շրջանից մինչեւ մեր օրերը, անհայտ մանրամասներ, Ատաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիկյան թագավորությունը եւ նրա արքա Դավիթ Անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան, Ալավերդու խորհրդավոր քարայրերը, Լոռու քաջերի եւ լեզգիների արշավանքների ամենադրամատիկ եւ ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների եւ պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու Չեզոք գոտի, Թիֆլիս Սանահի երկաթուղու շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում, գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Զայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիստ ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։